ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմանը ընդառաջ ձեր քննարկմանն եմ ներկայացնում էկոպարեկային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էկոպարեկային ծառայության մասին օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին եւ ուժի մեջ է մտել 24 թվականի հունվարի 1-ից։ Այս փոփոխությամբ նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության, այսինքն բուսական եւ կենդանական աշխարհի մոնիտորինգի իրականացման գործընթացի մասնակցությունը, ինչպես նաեւ ծառայության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեղեկատվության օպերատիվ ձեռքբերման եւ փոխանակման տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը օրենքով ամրագրել որպես էկոպարեկային ծառայության իրավունք։ Ինչու է սա ծագել այս հարցը, որովհետև անտառների բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիտորինգի նպատակն է դիտարկումներ եւ հետազոտություններ եւ գնահատումներ իրականացնել կենսաբազմազանության ոլորտում։ Էկոպարեկային ծառայողները իրենց աշխատանքային պարտականությունից ելնելով իրենց տարածքները, որտեղ որ հսկում են, հենց այն տարածքներն են, որտեղ որ մենք որպես լիազոր մարմին պետք է իրականացնենք կենսաբազմազանության մոնիտորինգը։ Ստացվում է, որ մենք ունենք մի կառույց, որը իր ամբողջ ժամանակը անցկացնում է բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում, շփվում է կենսաբազմազանության հետ, պահպանում է այն, եւ մենք ունենք մի շատ մեծ ռեսուրս, որպեսզի նաեւ կենսաբազմազանության մոնիտորինգ իրականացնենք, քանի որ էկոպարեկային ծառայողները նաեւ շրջում են այդ տարածքներում։ Հաջորդ մասը համայնքների հետ աշխատանքն է, ինչու է սա կարևոր, այս երկու նախաձեռնություններն էլ նաև մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքի արդյունք են, մասնավորապես մեր գերմանացի գործընկերների հետ, եւ համայնքի հետ աշխատանքը էկոպարեկային ծառայողների կողմից, որպեսզի ավելի սահուն եւ հարթ ընթանա, որպեսզի համայնքները շատ ավելի իրազեկված լինեն, թե ինչ է կատարվում ծառայությունում, ինչ փոփոխություններ են կատարվում, օրինակ տվյալ պահպանվող տարածքում կամ տվյալ անտառում էկոպարեկային ծառայողները իրազեկում իրականացնեն, դա կլինի թե էկոկրթություն, թե ուղղակի ինֆորմացիայի իրազեկում իրականացնեն։ Օրինակ, պահպանվող տարածքներում, երբ որ հաստատվում են կառավարման պլանները կամ անտառներում հաստատվում են անտառ կառավարման պլանները, սահմանային ճշգրտումներ կամ որևիցե մի խնդիր, որը առաջանում է համայնք եւ պահպանվող տարածքներ կամ անտառներ խնդրում, էկոպարեկային ծառայությունների լիազորություններին, երբ որ բախվում են, դրանք կարող են համայնքներում իրազեկում իրականացնեն, դրական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանք իրականացնեն։ Ինչպես նշեցի, այս երկու փոփոխություններ մեր միջազգային գործընկերների հետ համաձայնեցված է, այդ թվում առաջարկը եկել է իրենց կողմից նաև դրամաշնորհային աջակցության սահմաններում, որ միջազգային պրակտիկա է, որ սա նաև ֆիքսված է որպես ռեյնջերային ծառայության հատկանիշ կենսաբազմազանության մոնիտորինգ եւ համայնքների հետ աշխատանքը։ Ոստի այս օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք այս երկու կետն էլ մտցնել, որը շատ ավելի հարթ կդարձնի էկոպարեկային ծառայության աշխատանքը եւ շատ ավելի օգտավետ, քանի որ մենք ռեսուրսը շատ ավելի լավ կօգտագործենք նաեւ մեր խնդիրները իրագործելու համար մոնիտորինգի, ինչպես նաեւ շատ ավելի հարթ կընթանան մեր հարաբերությունները մեր միջազգային գործընկերների հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ հարցեր, խնդրեմ պարոն Թոմասյան։ Շնորհակալություն։ Կենսաբազմազանության մոնիտորինգ, դուք ասեցիք, արդյոք էկոպարեկները ունեն համապատասխան կրթությունը, որ կարողանան այս մոնիտորինգը իրականացնել, որովհետև էկոպարեկ լինելու համար կարծեմ թե պարտադիր չէ տարբերել բոլոր ծառատեսակները կամ բոլոր բույսերը, հա, իրարից։ Արդյոք նախատեսում են, եթե չունենել, արդյոք նախատեսում են հատուկ դասընթացներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ հարցի համար, շատ կարևոր հարց է, եւ նշեմ, որ էկոպարեկային ծառայությունը պետք է տրեյնինգ անցնի, կարճ պատասխանը սա է, որ տարբերակ են նաև են կենդանիները եւ տեսակները, բույսերը, սնկերը, որոնց պահպանությունը իրենք իրականացնում են, տրեյնինգները պարտադիր կլինեն եւ կենսաբազմազանության մոնիտորինգի ընդհանուր համակարգի մեջ էկոպարեկային ծառայությունը կլինի մի մասնիկը։ Այսինքն մենք կենսաբազմազանության մոնիտորինգը իրականացնելու ենք բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում եւ ամբողջ Հայաստանում։ Դա իրականացնելու ենք մեր գիտական կառույցների միջոցով, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտն է մասնակցում,
բուսաբանության ինստիտուտն է մասնակցում, իրենց ներքո գործող հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտով, նաեւ էկոլոգոնոսֆերային ինստիտուտն է մասնակցում, մյուս կողմից մասնակցում է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը, որտեղ հատուկ ունենք մոնիտորինգի ծառայություն կենսաբազմազանության եւ անտառային մասով։ Եվ մյուս կարևոր օղակը կդառնա էկոպարեկային ծառայությունը եւ հետագայում նաեւ նախատեսում ենք, այսպես ասած, քաղաքացիական գիտություն, որը միջազգային citizen science-ը կոչվում, այսինքն մեր քաղաքացիների միջոցով նույնպես իրականացնենք մոնիտորինգային ծառայություն։ Դրա համար նախ պետք է մենք այդ ծառայությունը ամբողջությամբ դրա ճարտարապետությունը գծենք, ով ինչ ֆունկցիաներ է ունենալու, էկոպարեկային ծառայությունը կանցնի տրեյնինգներ, կզինվեն համապատասխան միջոցներով, որոնք նաև միջազգային պրակտիկայում օգտագործվում են, օրինակ պլանշետների միջոցով համապատասխան ծրագրերի առկայության դեպքում կենդանուն կամ բույսին տեսնելու դեպքում, պահելով կենդանի բույսի վրա, ֆիքսում են դրա առկայությունը տվյալ տարածքում։ Այնուհետև այդ բազան հավաքվում է մեր օրինակ հիդրոօթերոթաբանության կենտրոնում, տվյալները վերլուծվում են, որոնք հետագայում կօգտագործվեն արդեն որոշումներ կայացնելու համար տարբեր ուղղություններում, այդ թվում նաև կարմիր գրքի վերանայման համար եւ այլն։ Բայց սա լինելու է էկոպարեկային ծառայության մի գործառույթ, որը ընդհանուր կենսաբազմազանության մոնիտորինգի մեջ մի գործառույթ է լինելու։ Իմաստն։ Արձագանք ունեք, խնդրեմ պարոն Թումանյան։ Այո, շնորհակալություն պատասխանի համար, այսինքն ձեր պատասխանից ես հասկացա, որ էկոպարեկները միայնակ չեն անելու այս գործառույթները, հա, օգնող կառույցներ կան, ձեր նշած կառույցները, որոնք պետք է օգնեն, արդյոք իրենք ուսուցողական դեր պետք է խաղան, հետո հեռանան, թե իրանք կարող են ընդգրկվեն կամ իրանցից մասնագետներ ընդգրկվեն հենց էկոպարեկային ծառայության մեջ եւ մնան, թե իրանք պետք է սովորացնեն ու գնան։ Իրենց դերը գիտական կառույցների նախարարության կլինի հիմնականում տրեյնինգներ անցկացնել այդ գիտելիքները փոխանցելը, այնուհետև մենք աշխատանքի ընթացքում կկատարելագործենք եւ կվերացնենք թերությունները, սա արդեն գործող պրակտիկա է մեր միջազգային գործընկերների հետ են նաև աշխատանք կա չեխ գործընկերների հետ որոշակի պայմանավորվածություններ կան թե ինչպես կարելի է այս համակարգը ներդնել այսինքն գիտական կառույցները միշտ ներգրաված են լինելու եւ էկոպարեկային ծառայության տրեյնինգների մասով եւ մոնիտորինգի մասով